բարին է, իսկ դա նշանակում է պետք է տարածենք բարություն, ունենանք դրական էներգիա եւ ինչքան հնարավոր է փորձենք անել բարի գործեր։ Այս բանը առաջարկում եմ մի բարի տեսահոլովակ, բոլորը ժպտանք եւ անցնենք առաջ օր սկսենք միասին։ Վերադարձանք տաղավար եւ հրաշալի նորություն ունեմ հայտնելու բոլորիս։ Հայկական կինոն 103 տարեկան է։ Այս կապակցությամբ ապրիլի 17-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ներկայացնում է բացառիկ համերգային երեկո, նվիրված հայկական կինոյի 103-ամյակին։ Այդ կապակցությամբ մենք այսօր ունենք շատ հետաքրքիր հյուրեր, ովքեր արդեն տաղավարում են եւ ես շտապում եմ նրանց ողջունել ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի երաժիշտ դուդուկահար Աշիկ Թադևոսյանն է մեր հյուրը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, բարեզի։ Ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի երաժիշտ Սանթուրահար Քրիստինե Մնացականյանն է մեր հյուրը։ Բարև ձեզ։ Ուրախ եմ շատ, որ այս կարևոր նորությամբ ու իրադարձությամբ եկել եք առավոտյան մեզ հյուր։ Նմանապես։ Ձեր օրը թող բարի լինի։ Բոլորից օրը թող բարի լինի, շնորհակալություն հրավերի համար։ Վստահաբար երկար տարիների փորձ, պրոֆեսիոնալ աշխատանք, բայց հետաքրքիր է այս գաղափարը ու միտքը անդրադառնալ հայ կինոյին եւ բացառիկ իսկապես համերգանել, երբ ազգային գործիքներով նվագում ենք հայկական կինոյի երգեր։ Ում միտքներ, ում գաղափարներ որտեղից սկսվեց։ Սոսի Քրիստինեն։ Ընդհանրապես ծրագրային ընտրությամբ մեր տնօրինությունն է զբաղվում։ Մենք իհարկե նվագում ենք ժողովնվագարաններով ժողովրդական ստեղծագործություններ, աշխուհաուսանական երգեր, նաև արտասահմանյան ստեղծագործություններին էլ ենք անդրադառնում, բայց այս կինոֆիլմերի ծրագիրը մոտավորապես արդեն 2 տարի է, որ մենք պարբերաբար համերգներին օգտագործում ենք եւ արդեն հստակ 103-ամյակը նշելու կապակցությամբ ամբողջ ծրագիրը լինելու է կինոֆիլմեր։ Այդ խորագրով ենք, այսպես ասած, հանդես գալու եւ այս պահին մենք աշխատում ենք նոր կինոֆիլմերի սաունդթրեքների վրա, որոնք ունենք Արնո Բաբաջանյանից ստեղծագործություններ, Տիգրան Մանսուրյանից, Արամ Խաչատրյանից Պեպոյի երգը, Լեբլեբիջին, մի խոսքով շատ այսպես ասած հագեցած է եւ շատ տեսնում եմ այստեղ ուրեմն կտորը երկինք Մանսուրյան նշեցին կյանք ու կռիվ, Մայրիկ, Հարսանիք թիկունքում, Առաջին սիրո երգը, Կարինե, Սպանված աղավնի, Տղամարդիկ, Հարսնացու հյուսիսից, մի խոսքով այնպիսի սիրված ֆիլմեր, որոնց երաժշտությունները կարծես ուղեկից դերակատարներ լինեն եւ առանց այդ երաժշտության մենք չենք պատկերացնում։ Այս պարագայում հնարավորություն ենք ունենալու այդ երաժշտությունը վայելել կենթանի ու ազգային նվագարանների օգնությամբ, հա, այո, եւ ամենահետաքրքրը շարժը այն է, որ եւ 5 կինոֆիլմերին են անդրադարձել եւ նոր կինոֆիլմեր, այսինքն Հայկոյի կինոֆիլմերի սաունդթրեքներից կան Հարսանիք թիկունքումը, ինչպես որ դուք նշեցիք, եւ Սպանված աղավնին, դրանք արդեն նոր նկարահանված հայկական կինոֆիլմերն են, այո։ Այսինքն միաձուլումն է հնի ու նորի, ինչն էլ էլի կհետաքրքրի հանդիսատեսին։ Որը նաեւ շատ հաճելի է մեզ երաժիշտներից նվագել։ Իհարկե մենք շատ մեծ նշանակություն տալիս ենք մեր արմատներին, մեր հիմքին, այն բոլոր ստեղծագործություններին եւ երգերին, որը որ գրվել է հնում, բայց նաեւ շատ հաճելի է նոր ստեղծագործություններ կատարել, որը որ նոր տրամադրություն եւ շունչ է տալիս նաեւ մեր նվագարաններին, ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի տնօրինությանը, իդեմս Արմեն Սարգսյանին, տնօրեն, որ նրանք ջանք եւ եռանդ չեն խնայում անընդհատ մեր ծրագիրը թարմացնելու եւ նորացնելու համար, ինչպես նաեւ ողջունենք մեր մայստրո Նորայր Դավթյանին, ով մեր նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է, որ մեծ սիրով ողջունում է բոլոր նոր ստեղծագործությունները եւ փորձում ենք հնարավորինս պրոֆեսիոնալ ձևով ներկայացնել այդ ամենը հանդիսատեսին։ Համերգային ծրագիրը հնի ու նորի շատ գեղեցիկ միքս է, հին գործերը նվագելով, հին ասածը, այսինքն ինձ թվում է այդ գործերը երբեք չեն հնանում, բայց մենք ակամա տեղափոխում ենք մեր մանկություն, որ ֆիլմերի տակ, որ մենք մեծացել ենք, այդ երաժշտությունները դաջվել է բոլորիս մեջ, ու հիմա նվագելուց արդեն անկախ մեզանից, արդեն յուրովի ենք նվագում, որ
Հենց էս վերաբերվում է այդ գործին, որ քոնն է, էլի, դա քո սեփականությունն է, ոչ թե այդ կոմպոզիտորի գրած կամ ֆիլմից բան, անկախ քեզանից զգում ես, որ այդ գործը քոնն է, էլի։ Չգիտեմ, շատ արժեքավոր գործեր են, թե հները, թե նորերը ասածներ նկատի ունեմ մեր Հայկոյի տարած աշխատանքները շատ գեղեցիկ, շատ սիրված, այո։ Եվ շատ ընդունված։ Մեկը մյուսին ասեմ, չեն էլ զիջում։ Անշուշտ։ Ու մեր ազգային նվագարաններով մի քիչ գույնը ավելի ուրիշ է դարել։ Ավելի մերն է դարել։ Մերն է, բայց ավելի է մերը դարել։ Սիմֆոնիկով էլ է շատ գեղեցիկ։ Բոլորս էլ ինձ թվում է լսել ենք, ֆիլմերի մեջիններն էլ լսել, բայց ազգային նվագարանների գույնը արդեն լրիվ ուրիշ է, ազգային գործիքները ուրիշ մի բան կա, որ քաղցր մեր բոլորին գտնում են ինձ թվում է։ Մեր արմատներն են այդ ամենը մեր գենի, մեր արյան մեջ է իրականում։ Ինչքան ժամանակ է պահանջվել, որպեսզի ծրագիրը պատրաստ լինի, ինձ հետաքրքիր է նմանատիպ մեծ համերգի ծրագիր պատրաստելու համար, ինչքան են տևել փորձերը։ Կոնկրետ երբ որ ամենասկզբից կինոֆիլմերը բերվեց որպես նոր ծրագիր, մենք մոտավորապես երևի 2 ամսից ավել անդադ աշխատում ենք այդ նոր ծրագրի վրա ու դա կցեցինք այսպես ասած տարբեր խորագրով համերգներին, բարբերաբար 2 ստեղծագործություն, 3 ստեղծագործություն նվագում էինք նաև կոմպոզիտորական այլ ստեղծագործությունների հետ, որը որ գործիքային գրված էր մեր նվագախմբի համար կամ երգերի հետ միասին։ Հետո երբ որ արդեն հասունացան, ստեղծագործությունները շատացան, դե տեսեք մեր նվագախումբը բավականին կազմով մեծ է։ Պարտիտուրա գրելը, պարտիաներ գրելը, գործիքավորումներ անելը դա ժամանակ է այսպես ասած պահանջում, այո։ Դրա համար մեզ ծրագիրը գալիս է 2 գործով, 3 գործով, այդպես չի ստացվում, որ միանգամից 20 ստեղծագործություն մենք անցնենք։ Երբ որ արդեն հմտացանք, որտեվ մեր համար էր դա նոր եւ հետաքրքիր, այդ գունային գաման հնչերանգը հասկացանք ինչպես կարելի է նվագախմբով դա ստանալ, որովհետև դա նորություն էր ազգային նվագարանների համար, այդ կինոֆիլմերի սաունդթրեքները նվագելը։ Հետո արդեն սկսեցինք հենց այդ խորագրով, այսինքն նորից նշեմ, որ տնօրինության կողմից կազմակերպված համերգների շնորհիվ, հենց կինոֆիլմերի խորագրով սկսեցինք այդ համերգները մենք կայացնել, իրականացնել եւ այդ ընթացքում այդ կինոֆիլմերի այդ հատվածները, որից որ երաժշտությունը վերցրած է, մեծ էկրանի վրա գնում է, որ մենք նվագում ենք, բայց պահի տակ ուզում ես պտտվես, անկախ քեզանից նայես, տեսնես այդտեղ ինչ է կատարվում։ Քանի որ այսքան անկեղծացանք եւ խոսեցինք ֆիլմերից, ինձ հետաքրքիր է Աշիկ, որն է ձեր ամենասիրելի ֆիլմը մեր ոսկե դարանից եւ ինչու ոչ գործիքավորումը կամ կատարումը, որ նվագում եք, այն ամենասիրելի գործը։ Դե եթե անկեղծ չեմ կարող առանձնացնել ու չեմ էլ ուզի առանձնացնել, որովհետեւ ոնց որ ասացի, ամեն մի գործը մեր մանկության հետ կապված է։ Բայց չկա այն Բոլորն եմ ես սիրում ու բոլորն եմ շատ հաճույքով նվագում։ Ոնց ասեմ, չեմ ուզի առանձնացնել, էլի, եթե անկեղծ, որտեղ սրտանց կատարում ենք, ամեն գործը սրտանց կատարում ենք։ Առաջին սիրո երգն է Կտորմը երկինքն է, Մայրիկ ֆիլմից, երաժշտությունը Մայրիկ ֆիլմի շատ գեղեցիկ է։ Այս վերջերս մենք նոր ստեղծագործություն նաև անցանք Չիտո Գվրիտո, որ ստեղծագործությունը անցնելուց նոր մեր համար բարձել ենք։ Բարձր որ Գվրիտո է, ոչ թե Գրիտո, այո, Չիտո Գրիտո։ Դա հեշտ է երևի, էլի համել։ Գվրիտո, հետաքրքիր։ Որը այնքան գեղեցիկ է հնչում մեր նվագախմբով, անկեղծ ասած, դա ինձ համար նորություն է, որ վրացական ստեղծագործությունը մեր նվագարանները այդքան գեղեցիկ կհնչի։ Դուք եք առանձնացած սիրելի։ Անկեղծ ասած, ես շատ թող բոլոր կոմպոզիտորներին ձներեն իհարկե, իրենց փառք ու պատիվ բոլորին։
Բայց իմ բնավորությունը երևի ավելի համահունչ է մեկ Բաբաջանյանի, մեկ էլ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, որ ես նամանավանդ կտորմը երկինքը նվագելու ժամանակ այնտեղ մի քիչ շատ են ինձ թեմատիկ պարտիաներ տվել, անկեղծ ասած հուզվում եմ, ստացվում է, որ անգամ համերգի ժամանակ էլ ես զգում եմ, որ արդեն նոտաները լավ չեն տեսնում, ոնց որ մտնում եմ ես իմ կատարողականությամբ, ամբողջությամբ այդ ստեղծագործության մեջ կախարդական էներգետիկա ունի։ Գաղտնիք էլ ասեմ, հենց նոր զրույցից էլ եք արդեն հոսում, սա նշանակում է ձեր այդ ներքին վերապրումն է երևում։ Այո։ Անցնենք գործիքներին։ Այ ինձ հետաքրքիր է Սանթուրը, կյանքում ինչպես եք ընտրել այս գործիքը, ով է ուղղորդել, որովհետև մոդայիկ ու նորաձև չի եղել, ու չես լսի, որ երեխան այսպես ասի, ես ուզում եմ մեծանամ ու գնամ Սանթուրի, հա։ Ոնց է կյանքը ձեզ բերել այս չքնաղ գործիքին, որը իսկապես մեր հայկական յուրահատուկ տարբերվող գործիքն է։ Նախ ես ուզում եմ այդ ընտրության համար շնորհակալություն հայտնել երևի թե վերին ուժերին, որովհետև դա այդքան էլ իմ ընտրությունը չի եղել։ Բաներ կա մեր կյանքում, որ անկախ մեզանից երևի կանխատեսված եւ որոշված է վերևից, ինչքան էլ որ մենք հակառակը ուզենք։ Անկեղծ ասած գնացել էի Դաշնամուրի ընդունվելու այդ տարիներին ճանապարհին Սանթուրին հանդիպեցի այդ տարիներին ժող գործիքների վիճակը ես դա ասում եմ երևի 20 տարի եւ ավել 25 տարի առաջ շատ վատ էր երաժշտական դպրոցներում ու այն երեխաները ովքեր որ հստակ դեռ կողմնորոշում չունեին նվագարանի ընտրության հարցում հենց վերցնում էին տանում էին ժող գործիքի զորով որ չկորի Եվ ուսուցիչն էլ գոնե, այսպես ասած, այդ կոպեկները ստանա էլի, իմ համար դա այդ տարիների համար կոպեկներ էր։ Ընտրեցի նվագարանը, հետո արդեն այս նվագախմբում իմ հայտնվելն էլ շատ ճակատագրական է ստացվել։ Ես ընդամենը 16 տարեկան եմ եղել, նստել նվագել եմ կոնսերվատորիայի ուսանողների եւ կոնսերվատորիան ավարտած արդեն վարպետ երաժիշտների հետ, բնականաբար այսպես էր մեր տարբերությունը։ Մեր մայստրոյի չափից շատ պահանջկոտ լինելու արդյունքում ես շատ պարապելով, չափից շատ եմ պարապել, խելագարի պես պարապում եմ, որ մնայի օրկեստրում, որովհետև շատ էի սիրում այդ հնչողությունը, ինձ չափից շատ մեծ դրական էներգիա էր այդ ամեն ինչը տալիս ու իմն էր դա։ Ես բազմապիսի կոնկուրսներ անցնելուց հետո ես մնացի հիմնական կազմում Հետո արդեն անցա նաև մանկավարժական գործունեությանը եւ հասկացա ինչքան բացեր կա կոնկրետ Սանթուր նվագարանի դասարանում ու կամաց նախ ուսումնարաններում չկար Սանթուրի դասարան, ոչ բոլոր երաժշտական դպրոցներում էր, որ կար Սանթուրի դասարան։ Ավելին մոտ 10 տարի առաջ էր կրկին հաղորդման մեջ անդրադարձել ենք Սանթուրին եւ ուսուցիչն ասում էր, որ ցավոք սրտի չունենք դասարան, այսքան փակվել է այն պատճառով, որ չկար ցանկություն Սանթուրի հանդեպ, չկար հետաքրքրասիրություն ու չգիտեին Սանթուրի մասին։ Հուսամ հիմա պատկերը քիչ փոխվել է, հա։ Հիմա բավականին փոխվել է։ Ես 20 տարի զբաղվել եմ մանկավարժական գործունեությամբ, 16 տարեկանից սկսված այդ աշխատանքը կատարել եմ եւ հիմա իմ սաները, ովքեր որ ավարտել են ինձ մոտ եւ երաժշտականն են ավարտել, հետո եկել են արդեն ուսումնարանն են ավարտել, ուսումնարանում բաժին բացեցինք, եկան արդեն ուսումնարան, նույն իմ աշակերտները, հետո մանկավարժական եկան, այնտեղ ընդունվեցի, հետո կոնսերվատորիա, հետո Սանթուր ողջույն։ Իմ ուսուցիչնույնը։ Հիմա արդեն իրենք են դասավանդում եւ արդեն այդ չափից շատ մեծ շարժը եւ փոփոխությունը այնքան հաճելի է, չեք պատկերացնում։ Ինչ լավ է։ Աշիկ ջան, ձեր պարագայում երևի ոչ թե հարցնեմ, այլ նաև ասեմ հնարավոր է արդյոք եթերում վայելենք, որովհետև եթե եթերում տեսնում ենք դուք, ի վերջո պետք է հնարավոր է վայելենք։ Իսկ սաունդթրեքը հնչելու թե այլ կատարում։ Հեսա նվագեմ դուք արդեն որոշեք։ Շատ լավ։ Այս պայն Աշիկ Թադևոսյան, օրդվարի շրջանակներում վայելում ենք դուդուկի կատարում։ Կնվագեմ մեր գեղեցիկ երաժշտություն շատ սիրված բոլորիս կողմից ու ինձ թվում է բոլոր ժամանակներում շատ սիրված
Անչափ շնորհակալ ենք։ Երբեք չէի մտածի, որ առավոտյան օրը բարի շրջանակում կարելի է այսքան յուրահատուկ կերպով սկսել դուդուկի ձայնի ներքո, կախարդական դուդուկի, մեր ծիրանափողի։ Շնորհակալություն անչափ ձեր ներկայության ու կատարման համար։ Մեզ մնում է միայն հեռուստայտողին եւս մեկ անգամ հուշել սիրելիներս, եթե ուզում եք վայելել այս բացառիկ երեկոն, իսկապես մեր հայկական կինոյի 103 տարեկանին նվիրված, հա, բացառիկ համերգին, ապա ապրիլի 17-ին ժամը 19:00-ին չմոռանաք ձեռք բերեք ձեր տոմսերը եւ գնացեք վայելելու Արամ Խաչատրյան համերգասրահում այս նմանը չունեցող համերգը մեր ազգային նվագարանների ներքո հայ ֆիլմի ոսկեդարանից, հա, վերցրած մեղեդիները, սաունդթրեքները իրական մեր ազգային հայկական գործիքներով։ Ճիշտ ժամանակն է, որպեսզի գնանք ու վայելենք մերը։ Իսկ մեր հյուրերն էին ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի երաժիշտ Դուդուկահար Աշիկ Թադևոսյանը եւ ժողովրդական երաժշտության ու Պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի երաժիշտ Սանթուրահար Քրիստինե Մնացականյանը։ Շնորհակալություն, որ այս առավոտ մեր հյուրն եք։ Շատ շնորհակալ, Շատ շնորհակալություն ու այս բարի լույսով, այսպես ասեմ, թող մեր բոլոր հայ ազգի բոլոր անհատապես անձանց օրը լինի շատ բարի, մաքուր, խաղաղ ամենակարևորը։ Շնորհակալություն մաղթանքների համար, ձեզ էլ մաղթում եմ լավ համերգ, հուզիչ, փշաքաղեցնող ու թող հանդիսատեսը իսկապես տպավորված։ Հրավիրում ենք նաև ձեզ, մեծ սիրով կսպասենք։ Մեծագույն հաճույքով ես էլ հրավեր ստացա։ Դենց ելիներս այսօր այսպեսին էր մեր եթերը, իսկապես շատ կարևոր է, որ հետևենք թե մեր արվեստի բնագավառում, մշակույթում ինչ յուրահատուկ նորություններ կան ու գնանք առնչվենք լավագույնի հետ, որովհետև այդ հուշերը հետո մնում են հետք մեր կյանքի համար, իսկ կյանքը բաղկացած է հենց այդպիսի պահերից։ Ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, մնացեք բարով, թող ձեր օրը լինի բարի։